Բարի երեկո տիկնակ եւ պարոնայք, բարի երեկո հարգելի հյուրեր, սիրելի ներկաներ եւ շատ սիրելի հեռուստադիտող։ Բարի երեկո մեր հարգարժան հյուրեր, մեր անդավաճան հեռուստադիտողներ։ Այսօր 2026 թվականի փետրվարի 8-ին տալիս ենք մի կարևոր իրադարձության մեկնարկի։ Ֆելիչի ռեստորանային համալիրի հյուրընկալ դռների ներքո տեղի է ունենում շատ կարևոր իրադարձություն, որը բեկումնային է լինելու մասնակիցներից շատերի համար։ Այսօր րոպեներ անց մեկնարկում է Հայաստանի գեղեցկուհի մրցույթը։ Բարի գալուստ։ Ծափահարությունները առաջին, որովհետև դրանք լինելու են շատ եւ ավելի բուրըն։ Դե ինչ այս տարի Հայաստանի գեղեցկուհի մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը աշխարհի հեղինակավոր Miss World 2026 գեղեցկության մրցույթում, որտեղ կներկայացնի մեր մշակույթը, մեր պատմությունը։ Ես պարզապես նշեմ, որ մասնակիցները ոչ միայն քաղաքամար Երևանից են անի, այլ նաև արտերկրից, Երևանի մարզերից, ունենք մասնակիցներ բարեկամ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից, Միացյալ Նահանգներից եւ մյուս գաղտնիքները դեռ չեն բացում։ Հայաստանի գեղեցկուհի 2026-ը ազգային գեղեցկության մրցույթ է, որը նպատակ ունի հայուհու կերպարի շարադրումը, նոր անունների բացահայտում, հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորում եւ բարձրաձայնում եւ բնականաբար մոդելային շուկայի զարգացում։ Իդեպ անցյալ տարի մեր երկիրը Miss Աշխարհ մրցույթում ներկայացրեց գեղեցկուհի Ադրինե Աճեմյանը, որը ամբողջ աշխարհին ներկայացրեց մեր պատմությունը, ավանդույթը։ Խնդրում եմ շատ բարձր ծափահարենք Ադրինեին։ Miss Երևան Production-ի հանդիսանում է նաև միջազգային մրցույթների լավագույն հնգյակում գտնվող 3 հեղինակավոր Miss World, Miss Earth, Miss Cosmo մրցույթների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Հայաստանի գեղեցկուհի մրցույթի հաղթողը այսօր կարժանանա նաև շքեղ, անկրկնելի, թանկարժեք հայկական թագի, որը պատրաստել է մեր թագի հեղինակ M&G արծաթյա զարդերի բրենդը։ Հատուկ շնորհակալություն հիմնադիրներ Տիգրան եւ Գագիկ Խաչատրյաններին։ Իսկ թագին ականատես կլինենք շատ շուտով։ Եկեք շատ ջան ողջունենք եւս մեկ անգամ նրանց եւ շարունակենք մեր միջոցառումը։ Հայաստանի գեղեցկուհի մրցույթի գլխավոր հաղթողին ընտրելու է մեր այսօրվա հարգարժան ժյուրին։ Դե ինչ ներկայացնենք մեր հարգարժան ժյուրիի անդամներին։ Վրեժ Կիրակոսյան, երգիչ, Շարլ Անձնավուրի անվան Երևանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն։ Քրիստինե Գրիգորյան, Քրիստի Fashion Studio-ի հիմնադիր տնօրեն, fashion designer։ Գևորգ Շադոյան, Շադոյան Fashion բրենդի հիմնադիր դիզայներ, ոճաբան։ Մովսես Հարությունյան, Free-News հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն։ Ադրինե Աճեմյան, Miss Աշխարհ Հայաստան 2025, նաև դերասանուհի։ Հովանես Ավագյան, Go Fit սպորտային ակումբի հիմնադիր տնօրեն, սպորտային սննդաբան, իդեպ նա նաև կենսաբանական գիտությունների թեկնածու է։ Եվ Անուշ Քալաշյան, Miss Երևան 2025, Miss Earth Armenia 2025, նաև դերասանուհի։ Այսօր մեզ շատ գեղեցիկ երեկո է սպասվում, իսկ գեղեցիկ եւ հետաքրքիր նախագիծը կայանում է մեր գործընկերների աջակցությամբ։ Հայաստանի գեղեցկուհի 2026 մրցույթի պաշտոնական գործընկերներն են։ Ջեքյուրեսի լյուքս դասի երեկոյան զգեստների բրենդն է հիմնված Ժակլինի կողմից, ով իր մասնագիտական որակարողորումը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա վերադարձել է Երևան, այստեղ հիմնելով իր սեփական նորաձևության տունը։ Բրենդը մասնագիտացած է էքսկլյուզիվ երեկոյան զգեստների ստեղծման մեջ, յուրահատուկ դիզայներական մոտեցմամբ։ Ժակլինը ներկայացված է իր նորաբաց հասցեում Փարպեցի 24-ում։ GoFit սպորտային ակումբ, հատուկ շնորհակալություն հիմնադիր տնօրեն Հովանես Ավագյանին եւ բոլոր մարզիչներին։ Մասնակիցները իրենց գեղեցիկ կազմվածքին եւ սննդակարգին հետևելու եւ առողջ ապրելակերպ վարելու համար բոլոր հմտությունները ձեռք են բերել հենց GoFit մարզասրահում պրոֆեսիոնալ մարզիչների անմիջական ուղեկցությամբ։
Մեր գործընկերն է հանդիսանում Ilona Flower ծաղկի սրահը։ Ծաղիկները միշտ ընդգծում են գեղեցկությունը, այդ պատճառով այս մրցույթն էլ ավելի յուրահատուկ է դառնում Ilona Flower ծաղկի սրահի հետ։ Սրահի ծաղիկները սեփական ջերմոցից են, մշտապես թարմ եւ իրենց նրբությամբ կարող են զարդարել ցանկացած իրադարձություն։ Մեր ինֆորմացիոն գործընկերն է Երևանցիներ ինֆորմացիոն հարթակը։ Նաև ինֆորմացիոն գործընկերն է բոլորիս կողմից շատ սիրված Free News հեռուստաընկերությունը, եկեք շատ ջերմ ողջունենք։ Մեր գործընկերն է հանդիսանում Սիրուն Collection-ը, ստեղծված է այն համոզմամբ, որ շքեղությունը եւ որակը կարող է լինել հասանելի բոլորին։ Այն զգեստները, որոնք նախկինում մնում էին միայն որպես ոգեշնչում պատկերված նկարներում, Սիրուն Collection-ում դառնում են իրական կյանքի մի մասը։ Սիրուն Collection, երբ գեղեցիկ կերպարի երազանքը դառնում է իրականություն։ Մեր գործընկերն է Նուշ Տարազը, հայկական բրենդը, որը նոր շունչ է հաղորդում հայկական պարարվեստին, յուրաքանչյուր մոդել եւ հավաքածու ստեղծված է յուրաքանչյուր պատմությամբ, ունի իր անվանումը, ավանդույթը եւ նաեւ իր էմոցիաներ, որը փոխանցում է յուրաքանչյուր աղջկա, ով կրում է Նուշ Տարազի հավաքածուն։ Մեր հաջորդ կարևոր գործընկերն է նաեւ Խորոտ Տարազներ հայկական բրենդը։ Այն 2021 թվականից ծավալում է իր գործունեությունը։ Բրենդը ներկայացնում է ազգային, հարսանեկան, ինչպես նաև մանկական տարազներ։ Մեր գործընկերն է Miss Աշակերտուհի 2023 եւ Հայաստանի գեղեցկուհի 2024 Լանա Հակոբյան օծանելիքի բրենդը։ Լյանան ստեղծել է օծանելիք, որը կրում է հենց իր անունը։ Սա կանանց ուժի, հաղթանակի, ինքնավստահության մարմնավորող բույր է։ Յուրաքանչյուր նոտայում զգացվում է թագուհու բնավորությունը, հզոր նրբակ գեղան մոռանալի, թողնելով անջնջելի հետք յուրաքանչյուր պահի մեջ։ Սֆերա գեղեցկության ստուդիան, որն ապահովել է մեր գեղեցկուհիների դիմահարդարումը եւ վարսահարդարումը, նրանց եւս ջերմ ողջունենք եւ ներկայացնենք մեր մյուս գործընկերներին։ Այժմ ներկայացնենք մրցույթի մասնակիցներին։ Նրանք հանդես կգան հայկական էլեմենտներով գեղեցիկ հավաքածուով, գեղեցիկ հայկական համարով, որտեղ նրանց հմայիչ հայու կերպարը ավելի ամբողջական է դարձրել Նուշ Տարազ եւ Խորոտ Տարազ բրենդների գեղեցիկ հայկական հավաքածուն։ Մեր գեղեցկուհիները հանդես կգան շատ գեղեցիկ երաժշտության ներքո, որի հեղինակը տաղանդաշատ երաժիշտ Սերոժա Բաղդասարյանն է։ Դե ինչ, դիմովորենք մեր հայուհիներին։
բարձր ծափահարենք մեր գեղեցկուհիներին։ Սա նրանց առաջին այո, նրանց համար շատ կարևոր է ձեր ջեր վերաբերմունքը, որտեղ պատկերացրեք ինչ հուզմունք կա ետնաբեմում։ Մենք այնտեղ էինք ու դա զգում էինք, այնպես որ խնդրում եմ ուղղակի շռնդալից եկեք նրանց բոլորին ողջունենք։ Հենց հիմա այս պահին, բոլորս միասին։ Ուզում եմ, որ այս սափերը էլ ավելի շռնդալից լինեն, ինչպես դու ես ասում, հենց Անի Պետրոսյանի համար, որովհետև Անին որպես դեֆիլեի մարզիչ շատ ծանր, ծավալուն աշխատանք է տարել, որպեսզի աղջիկները կարողանան այստեղ իրենց կեցվածքով ցույց տալ իրենց գեղեցկությունը։ Խնդրում եմ մեր դեֆիլեի մարզիչ Անի Պետրոսյանին շատ բարձր ծափահարենք իր մեծագույն աշխատանքի համար։ Հիշեցնեմ Հայաստանի գեղեցկուհի 2026 տիտղոսակրին այսօր կընտրի միայն մեր հարգարժան ժյուրին։ Ժյուրին բավականին բարդ եւ ծանր աշխատանք է, նրանց չենք նախանձում, բայց շարունակում ենք միջոցառումը։ Այսօր կընտրվի եւս մեկ թագուհի լավագույն հնգյակից, որը կարժանանա Miss Earth Armenia 2026 տիտղոսին եւ կմեկնի միջազգային մրցույթի։ Այո, այսօր շատ թեժ է լինելու։ Երկու թագագիր գեղեցկուհիներ կընտրվեն այսօր։ Իսկ հիմա դիտենք նրանց առաջին 7 մասնակիցների տեսաուղերձները ու ես հենց հիմա, հենց այս պահին ուզում եմ անպայմանորեն հիշեցնել, որ մենք Free News հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ երկու թագագրի թագ ենք դնելու այսօր ձեր բարձր ծափահարությունները եւ նրանց ուղերձները այս պահին։ Դե ինչ, դիտեցինք։ Ողջույն, ես Լարիսա Համբալյանն եմ, 23 տարեկան, մասնագիտությամբ իրավաբան եւ մոդել։ Ծնվել եմ Վրաստանում, Ջավախքում, այժմ ապրում եմ իմ հայրենի երկրում, Հայաստանում։ Գեղեցկությունը ինձ համար պարզապես արտաքին չէ, այլ խելք, արժանապատվություն ու բարություն։ Հայաստանը իմ ինքնությունն է, իմ ուժը, իմ պատասխանատվությունը։ Ես այստեղ եմ ոչ միայն ներկայացնել ինձ, այլ մեր մշակույթն ու արժեքները։ Գեղեցկությունը ուժ է, երբ այն ուղեկցվում է խելքով ու բարությամբ։ Շնորհակալություն։ Ողջույն, ես Ելիզավետա Արաքելյանն եմ, 17 տարեկան, Երևանից։ Մասնակցելով այս մրցույթին ցանկանում եմ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Ես զբաղվում եմ մոդելինգով, սակայն մրցույթին մասնակցելու իմ գլխավոր նպատակը միայն հաղթելը չէ։ Ես ցանկանում եմ բարձրաձայնել իմ սերը հայրենիքի նկատմամբ, ներկայացնել մեր մշակույթը, գեղեցկությունը եւ մարդկանց ուժը։ Ինձ համար կարեւոր է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ հայ աղջիկը կարող է լինել նվիրված, կիրթ եւ հայրենասեր, միաժամանակ պահպանելով մարդկային արժեքները։ Գեղեցիկ օր բոլորին։ Ես Մոնիկա Հարությունյանն եմ, 28 տարեկան։ Մասնակցում եմ Miss World Armenia մրցույթին։ Ծնվել եմ մեծացել եմ Չեխիայում, բայց Հայաստանը միշտ իմ սրտում է։ Երակի Չեխիայի չեմպիոն եմ գեղասահքի մեջ եւ սիրում եմ օգնել մարդկանց։ Դրա համար ընտրել եմ բժշկի մասնագիտությունը։ Մասնակցել եմ տարբեր բարեգործական ծրագրերի, որոնցից է «Տուր ինձ հույս» նախագիծը, որը ուղղված է պատերազմի հետևանքով վիրավորված հայ զինվորների պրոթեզավորմանը։ I truly wish to represent our beautiful country Armenia at Miss World competition to show that beauty can in fact heal the world. Ողջույն, ես Արփի Հարությունյանն եմ, 23 տարեկան, ապրում եմ Երևանում եւ զբաղվում եմ մոդելինգով, լայֆսթայլ բլոգեր եմ եւ ինֆլուենսեր։ Ինձ համարում եմ աշխատասեր եւ նպատակասլաց մարդ եւ այս մրցույթի ընթացքում ուզում եմ դա փոխանցել բոլորին։ Իմ կոչն է պահպանել աշխարհում ներդաշնակությունը, սերմանելով սեր եւ գեղեցկություն։ Բարև ձեզ, ես Էլեն Զիրոյանն եմ, 24 տարեկան, քաղաք Երևանից։ Սովորել եմ Սլավոնական համալսարանի լինգվիստիկայի եւ հոգեբանության բաժնում։ Այնուհետև սովորել եմ Սարաջյանի դպրոցի էստրադայի բաժնում։ Ավարտել եմ նաեւ Երգի պետական թատրոնը։ Նաեւ իմ սիրելի ուղղություններից մեկն է եղել պարը։ Հաճախել եմ պարի անսամբլ 8 տարի ռեկետոն բաժնում։ Նաեւ զբաղվել եմ սպորտով՝ սեղանի թենիս, լող, կարատե, գիմնաստիկա եւ նույնպես հաճախում եմ մարզասրահ։ Վերջին 5 տարվա ընթացքում նկարահանվել եմ ֆիլմերում եւ մասնակցել եմ կաստինգների։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս սիրուն բեմում։ Ողջույն, ես եմ Մարտիրոսյանն եմ, 28 տարեկան, Երևանից։ Մասնակցում եմ Miss World Armenia մրցույթին։ Ավարտել եմ Գրիգորիս բժշկահումանիտար քոլեջը որպես դեղագործ։ Հետո ուսումը շարունակել եմ Երևանի Հայբուսակ համալսարանում որպես դեղագետ։ Երկուսը ավարտել եմ կարմիր դիպլոմներով,
Հետո ուսումս շարունակել եմ մագիստրատուրայի եւ բակալավրի բաժանմունքում։ Երկար տարիներ զբաղվել եմ սպորտով եւ պարով։ Շատ եմ կարևորում սպորտն ու պարը իմ կյանքում։ Ինձ համար բացահայտում եմ նորը, նոր ոլորտում, բոլորիս մաղթում եմ հաջողություն։ Ողջույն, ես Նայրա Քասրոն եմ, 18 տարեկան։ Ծնվել եմ եւ մեծացել եմ Ամերիկայում։ 14 տարեկանում տեղափոխվել եմ Հայաստան, բացահայտել իմ արմատները ու գտել իմ սիրտը։ Սովորում եմ քոլեջում եւ հույսով եմ մի օր դառնալ լավ մասնագետ եւ ծառայել իմ ժողովրդին։ I'm so blessed and proud as I reflect on how America has given me opportunities and shaped my journey, while Armenia has given me identity and shaped my soul. Thank you. Շնորհակալություն, դե ինչ մենք դիտեցինք մեր առաջին 7 գեղեցկուհիների ուղերձները, ինչպես միջոցառման մեկնարկի ժամանակ նշեցի, մենք ունենք գեղեցկուհիներ ոչ միայն քաղաքամար Երևանից, Հայաստանի մարզերից, այլև աշխարհի մի շարք գերտերություններից, ինչու՞ չէ։ Նրանք ոչ միայն գեղեցկության մրցույթներին են մասնակցում, նաև առողջապահական լուրջ ծրագրերի են մասնակցում, բարեգործություն են անում, այնպես որ եկեք եւս մեկ անգամ ջերմ ողջունենք մեր գեղեցկուհիներին եւ ասենք շնորհակալություն։ Իսկ մինչ հաջորդ 7-նյակը իր տեսաուղերձներով հանդես կգա մի փոքր երաժշտական դադար, մի հրաշալի նորալուկ, նորաթուխ երգչուհու կողմից։ Սլավյանսկի բազար միջազգային մրցույթի հաղթող Արնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի ոսկե ֆոնդի անդամ, Շարլ Անձնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի սան, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Անժելա Ալբերտյան։ Կանաչով դու պատված, կես թակած նրբագեղ, նոր մի շուն սրբացած գրկյալը քեզ, նոր շքերտ են կանգնել, բնության այս գրկում, քաղաքներ ու գյուղեր հնադարյան, կանաչով դու պատված, կես թակած նրբագեղ, նոր մի շուն սրբացած գրկյալը քեզ, նոր շքերտ են կանգնել, բնության այս գրկում, քաղաքներ ու գյուղեր հնադարյան, Հայաստան իմ ճկնախ, քո սարեր սնուկվար, ալիքվող իմ սրտի կարոտն ես վար, միշտ բարդ ու եղիր, միշտ արվից կանչիրից, Հայաստան իմ սիրուն Հայաստան, Հայաստան իմ ճկնախ, քո սարեր սնուկվար, ալիքվող իմ սրտի կարոտն ես վար, միշտ բարդ ու եղիր, միշտ արվից կանչիրից, Հայաստան իմ սիրուն Հայաստան։ Արագած նահրվից սիրտյուն է գագաթով, մեզ կանչում է անվերջ իր սեփյուրով, միշտ եղիր երջանիկ, այս հզոր մեծ երկրում, Հայաստան իմ սիրուն Հայաստան, արագած նահրվից սիրտյուն է գագաթով, մեզ կանչում է անվերջ իր սեփյուրով, միշտ եղիր երջանիկ, այս հզոր մեծ երկրում, Հայաստան իմ սիրուն Հայաստան, Հայաստան իմ ճկնախ, քո սարեր սնուկվար, ալիքվող իմ սրտի կարոտն ես վար, միշտ բարդ ու եղիր, միշտ արվից կանչիրից, Հայաստան իմ սիրուն Հայաստան, Հայաստան իմ ճկնախ, քո սարեր սնուկվար, ալիքվող իմ սրտի կարոտն ես վար, միշտ բարդ ու եղիր, միշտ արվից կանչիրից, Հայաստան իմ սիրուն Հայաստան, Հայաստան իմ ճկնախ, քո սարեր սնուկվար, ալիքվող իմ սրտի կարոտն ես վար, միշտ բարդ ու եղիր, միշտ արվից կանչիրից, Հայաստան իմ սիրուն Հայաստան, Հայաստան իմ ճկնախ, քո սարեր սնուկվար, ալիքվող իմ սրտի կարոտն ես վար, միշտ բարդ ու եղիր, միշտ արվից կանչիրից, Հայաստան իմ սիրուն
Իհարկե այս պահին այստեղ շատ շնորհակալ ենք ձեզ Անգելինա, կարող էին լինել շատ ավելի ճանաչված եւ ավելի մեծ ճանաչում ունեցող աստղեր, բայց ինչու այդպես չէ, որովհետեւ Արթուրի, Արմինեի, Դավիթի մեսիջը եւ իրենց աշխատանքի արդյունքը հենց նա է, որ հենց այս բեմից բոլորը սկսեն հետոյի մեծագույն ճանաչման համար։ Իսկ այժմ բեմը հարթակ ենք հրավիրում մեր գեղեցկուհիներին, նրանք հանդես կգան շատ գեղեցիկ, նորաոճ զգեստներով, որը տրամադրել է Սիրուն Collection բրենդը։ Խնդրում եմ Սիրուն Collection-ի շատ բարձր ծափահարեք, որովհետև բրենդը ուղղակի հիանալի է։ Բեմում մեր գեղեցկուհիներն են։
Դե ինչ, այո, ծափահարությունները այս պահին չէր խանգարի, որովհետև մեր մասնակիցները ունեն ձեր աջակցության կարիքը, ձեր ջերմության կարիքը, որովհետև պատկերացնում ենք, թե որքան դժվար է այսօր ձեր առաջ քայլել, որքան էլ նրանք շատ երկար դրա համար պարապել են։ Կարծում եմ, Արա, մեր մասնակիցները կարողացան ներկայացնել իրենց տեսաուղերձները, իրենց քայլերը եւ այլն, եւ մեր հարգարժան ժյուրին արդեն կազմել է իր կարծիքը մասնակիցների մասով։ Բայց մինչ ժյուրի կարծիքը կհայտարարենք, մի փոքր ավելի ուշ, եկեք եւս մեկ անգամ շատ ջերմ աղջիկներին ողջունենք։ Դուք տեսնում եք, թե որքան հուզված են։ Շատերն առաջին անգամ են, հա, քայլում։ Շատերն առաջին անգամ են այս մեծ բեմում եւ նրանք իսկապես բոլորս տեսնում ենք, թե որքան ջանք ու եռանդ չեն խնայում, բայց ամենևին դա չի նշանակում, որ չեն հուզվում։ Այնպես որ շատ ջերմ եկեք եւս մեկ անգամ ողջունենք։ Նրանք այս էներգիան զգում են նաեւ այնտեղ։ Այո, Արա, դու ճիշտ ես, մոտենում է մրցույթի ամենաթեժ մասը եւ մեր գեղեցկուհիներին մնում է եւս մեկ անգամ ներկայանալ շատ գեղեցիկ համարով, եւս մեկ անգամ ներկայացնենք մեր գործընկերներին։ Այո, իհարկե, M&G արծաթյա զարդերի բրենդն է մեր գործընկերը։ Ժակլին Լյուքս, ծափահարենք, բարձր։ Ժակլին Լյուքս դասի երեկոյան զգեստների բրենդը հիմնված Ժակլինի կողմից, ով իր մասնագիտական որակավորումը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա վերադարձել Երևան, այստեղ հիմնելով իր սեփական նորաձևության տունը։ Բրենդը մասնագիտացված է էքսկլյուզիվ երեկոյան զգեստների ստեղծման մեջ յուրահատուկ դիզայներական մոտեցմամբ։ Ժակլինը ներկայացված է իր նորաբաց հասցեում, Փարպեցի 24-ի դեպ, Արա, իմ գեղեցկագույն զգեստի թույլ տուր համեստություն չանել։ Այո, իսկապես դու շքեն ես Հեղինակը հենց Ժակլինն է եւ մեր մասնակիցների հիմա նրանք կգան։ Շնորհակալություն Ժակլինին, քանի որ շատ գայթակղիչ է, երբ որ գերտերությունում ստեղծագործում ես, կրթություն ես ստանում, բայց որոշում ես գալ քո հայրենիք, մայր Հայաստան եւ նույնպես ստեղծել գեղեցիկը։ Եվ շատ խնդրում եմ, շատ բարձր ծափահարենք Ժակլինին։ Ներկայացնենք մեր հաջորդ գործընկերոջը GoFit սպորտային ակումբ, հատուկ շնորհակալություն հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավագյանին եւ բոլոր մարզիչներին։ Մասնակիցները իրենց գեղեցիկ կազմվածքին, սննդակարգին հետևել, առողջ ապրելակերպ են վարել սովորել եւ այդ հմտությունները ձեռք են բերել հենց GoFit մարզասրահում։ Մեր ինֆորմացիոն գործընկերն է դե իհարկե Free News հեռուստաընկերությունը, բուրըն ծափահարենք եւ Երևան, երևանցիներ ինֆորմացիոն հարթակը։ Մեր գործընկերն է հանդիսանում Իլոնա Flowers ծաղկի սրահը։ Ծաղիկները միշտ ընդգծում են գեղեցկությունը։ Այդ պատճառով այս մրցույթն էլ ավելի յուրահատուկ է դառնում Իլոնա Flowers ծաղկի սրահի հետ։ Սրահի ծաղիկները սեփական ջերմոցից են, մշտապես թարմ եւ իրենց նրբությամբ կարող են զարդարել ցանկացած իրադարձություն։ Գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում։ Ձերք բերեք լավագույն ծաղիկները ձեր կարևոր պահերի համար։ Իլոնա Flowers։ Մեր հաջորդ գործընկերոջն եմ ուզում անդրադառնամ Սիրուն Collection-ին։ Ստեղծված է այն համոզմամբ, որ շքեղությունը եւ որակը կարող է լինել հասանելի բոլորին։ Այն զգեստները, որոնք նախկինում մնում էին միայն լուսանկարչական սարքերում, սակայն այն Սիրուն Collection-ի շնորհիվ դառնում է իրական կյանքի անբաժանելի մի մասը։ Սիրուն Collection, երբ գեղեցիկ կերպարի երազանքը դառնում է իրականություն։ Մեր գործընկերն է Նուշ Տարազը, հայկական բրենդը, որը նոր շունչ է հաղորդում հայկական պարարվեստին, յուրաքանչյուր մոդել եւ հավաքածու ստեղծված է յուրահատուկ պատմությամբ։ Ունի իր անվանումը, ավանդույթը եւ նաեւ իր էմոցիաները, որը փոխանցվում է յուրաքանչյուր աղջկա, ով կրում է Նուշ Տարազի հավաքածուն։ Հաջորդ գործընկերն է Խորոց տարազներ հայկական բրենդը, այն 2021 թվականի սավալում է իր գործունեությունը։ Բրենդը ներկայացնում է ազգային եւ հարսանեկան, ինչպես նաեւ մանկական տարազներ։ Մեր գործընկերն է Miss Աշակերտուհի 2023 եւ Հայաստանի գեղեցկուհի 2024 Լանա Հակոբյանը։ Նա ստեղծել է օծանելիք, որը կրում է հենց իր անունը՝ սականացի ուժի, հաղթանակի, ինքնավստահության մարմնավորող բույր է։ Յուրաքանչյուր նոտայում զգացվում է թագուհու բնավորությունը, հզոր, նրբագեղ, անմոռանալի, թողնելով անջնջելի հետք յուրաքանչյուր պահի մեջ։ Ձեր ծափահարությունները
Սֆերա գեղեցկության սրահին նույնպես շնորհակալություն մեր կողքին լինելու համար։ Իսկ մինչ մեր գեղեցկուիները կփայլեն իրենց վերջին ելույթով, դիտենք մեր հաջորդ մյուս մասնակիցների տեսաուղերձները։ Հաջորդ 7-նյակին։ Գնացինք։ Ողջույն բոլորին, Բրենդա Թորոսյանն եմ, 18 տարեկան, ծնվել եւ մեծացել եմ Թեհրանում, իսկ միշտ եղել եմ հոգով եւ սրտով Հայաստանում։ Այս ուղիով շարունակել եմ իմ պրոֆեսիոնալ երաժշտություն, պար եւ լողը։ Մասնակցում եմ 2026 Miss World Armenia եւ հույս ունեմ, որ կհաղթեմ։ Հաջողություն բոլորին։ Ողջույն, ես Ինյան եմ, Երևանից։ Մասնակցում եմ Miss World Armenia գեղեցկության մրցույթին։ Սովորել եւ ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի մանկավարժության եւ պատմության ֆակուլտետը։ Մասնակցել եմ բազում կամավորական աշխատանքներին, այդ թվում կենդանիների պաշտպանությանը եւ Բելգիայում երեխաներին ուղղված պաշտպանության նախաձեռնություններին։ Զուգահեռաբար զբաղվում եմ պարով եւ սպորտով, որը ցույց է տալիս իմ ներքին ուժը։ Ես հավատում եմ, որ Հայաստանը արժանի է գեղեցկության թագը կրելու եւ ես պատրաստ եմ այնց հետ բերելու։ Ողջույն, ես Լիլիթ Պողոսյանն եմ, 23 տարեկան։ Սովորում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, երգի պետական թատրոնում եւ Սարդարապատ բարի դպրոցում։ Երգել եմ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում, որի կազմում մասնակցել եմ համերգների թե Հայաստանում, թե արտերկրում։ Զբաղվել եմ նաեւ պրոֆեսիոնալ սպորտով։ Ներկայումս նկարահանվում եմ ֆիլմերում եւ գովազդներում, ինձ փորձում եմ նաեւ մոդելինգի ասպարեզում։ Արվեստն իմ կյանքում շատ կարեւոր դեր ունի դեռ մանկուց։ Որպես պրոֆեսիոնալ երաժիշտ ցանկանում եմ աշխարհին ցույց տալ հայկական դասական երաժշտության գեղեցկությունը։ Ես Անի Հովանեսյանն եմ, 27 տարեկան, քաղաք Երևանից։ 13 տարի զբաղվել եմ գեղարվեստական մարմնամարզությամբ, սպորտի վարպետի թեկնածու եմ, եղել եմ մեր ազգային հավաքականի անդամը։ Սովորել եմ Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում, ավարտել եմ մագիստրոսի կոչումով եւ 2 կարմիր դիպլոմով։ Ներկայացրել եմ Հայաստանը մի շարք փառատոների եւ գիտական մրցույթների։ Դարձել եմ ԵԱՏՄ երկրների լավագույն երիտասարդ գլխավոր խմբագիրը։ 3 տարի ես զբաղվել եմ կամավորական աշխատանքով Թումո կենտրոնում եւ օգնել եմ երիտասարդներին սովորել ծրագրավորում եւ ընտրել նրանց ապագա մասնագիտացումը IT ոլորտում։ Հուսով եմ, ձեզ դուր եկավ իմ պատմությունը եւ դուք ինձ կսատարեք Miss World Armenia մրցույթում։ Շնորհակալություն։ Ողջույն, ես Լոլիտա Դանիելյանն եմ, 19 տարեկան։ Ծնվել եւ մեծացել եմ Արցախում, այժմ ապրում եմ Հայաստանում։ Այն ինձ համար ոչ միայն ծննդավայրի շարունակությունն է, այլ նաև ապագայի վստահ հիմք։ Ունեմ երաժշտական կրթություն, այն մանկուց եղել է իմ ուղեկիցը, սովորեցնելով բեմի ազատություն եւ զգացմունքների խորություն։ Այսօր ցանկանում եմ զարգանալ եւ փայլել մոդելինգի ոլորտում, սեփական օրինակով ոգեշնչելով ուրիշներին։ Ես չեմ վախենում դժվարություններից, որովհետեւ վստահ եմ, ամեն քայլ ինձ մոտեցնում է իմ նպատակներին։ Իմ նոր ուղին սկսվել է, եւ ես պատրաստ եմ քայլել այն ուժով, որը բերել եմ Արցախից, եւ հնարավորություններով, որ տալիս է Հայաստանը։ Ողջույն, ես Սեդա Սիմոնյանն եմ, 19 տարեկան։ Ծնվել եմ Վանաձորում, բայց արդեն 13 տարի Երևանը կերտում է իմ պատմությունը։ Սեմ եմ մասնագետ եմ, մոդելինգի աշխարհում նոր։ Ցանկանում եմ աշխարհին ցույց տալ, որ հայկին ուժեղ է հոգով եւ էներգիայով, համառ է եւ ինքնավստահ։ Ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթը եւ ստեղծարար ոգին։ Եվ ամենակարևորը՝ տարածել սեր, խաղաղություն եւ ներդաշնակություն։ Հայաստանը ինձ համար ոչ միայն երկիր է, այլև իմ հոգու տունն է։ Իմ ուղերձն է՝ դարձիր քո լավագույն տարբերակը։ Ողջույն, ես Թերեզա Համբարյանն եմ, 26 տարեկան, ծնվել եւ մեծացել եմ Հունաստանում։ Սովորում եմ Կրետեի պետական համալսարանում եւ զուգահեռ աշխատում եմ որպես բորդուղեկցորդուհի։ Փոքր ժամանակից մինչեւ այսօր նվագում եմ Կրետեի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Արդեն 10 տարի է հանդիսանում եմ Կարմիր խաչի կամավոր ջոկատի անդամ։ Վերջերս մասնակցել եմ Miss Կրետե 2025 գեղեցկության մրցույթին եւ արժանացել ալֆա փոխարինող տիտղոսին։ Այժմ մեծ ոգևորությամբ մասնակցում եմ Miss World Armenia 2026 գեղեցկության մրցույթին։ Հայրենիքն ու հայրենը կրում եմ իմ արյան մեջ։ Ամենից շատ աշխարհին ցանկանում եմ խաղաղություն։ Miss World, I'm ready to shine։ Այ հիմա իսկապես լսեցինք բոլորին, շարունակում ենք մեր գեղեցիկ միջոցառումը, իսկ այժմ Անժելա Ալբերտյանը եւս մեկ գեղեցիկ կատարմամբ կգեղեցկացնի այսօրվա մեր երեկոն։ Խնդրեմ։
Շնորհակալություն Անժելային, շնորհակալություն գեղեցիկ կատարման համար։ Մենք քեզ մաղթում ենք մեծ հաղթանակներ եւ մեծագույն բեմեր։ Շնորհակալություն։ Դե ինչ մեր մասնակիցները այժմ եւս մեկ անգամ կներկայանան գեղեցիկ համարով եւ Ժակլին բրենդի երեկոյան զգեստներով։ Ժակլինը լյուքս դասի երեկոյան զգեստների բրենդ է, հիմնված Ժակլինի կողմից, ով իր մասնագիտական որակավորումը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա վերադարձել է Երևան, այստեղ հիմնելով իր սեփական նորաձևության տունը։ Որքան խոսեմ Ժակլինի մասին, միևնույնն է շատ քիչ է, ծափահարեք այս պահին։ Բրենդը մասնագիտացած է էքսկլյուզիվ երեկոյան զգեստների ստեղծման մեջ յուրահատուկ դիզայներական մոտեցմամբ։ Դե ինչ կարծում եմ ժամանակն է մեր գեղեցկուհիները իրենց երեկոյան զգեստով խենթացնեն բոլորիս, պարզապես խնդրում եմ լինել ջերմ, ողջունել նրանց, որևէ տեխնիկական խոտ անել կլինի ոտքի սայթակում, կլինի հուզմունք, շատ ջերմ քաջալերենք նրանց։ Շնորհակալություն, դիմավորենք մեր Բայց գեղեցկուհիներին։ բարձր եւ ջերմ ծափերի ներքո։
Դե ինչ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր գեղեցկուհիներին, նրանք բոլորիս իսկապես դրական ու լավ լիցքեր հաղորդեցին իրենց շքեղ հանդերձանքով։ Իսկ այժմ բեմ եմ հրավիրում մի մարդու, որը ոչ միայն մեր լավագույն ընկերն է, այլ պարզապես հրաշալի արտիստ, պարզապես անուն ազգանուն։ Վրեժ Կիրակոսյան, դիմավորեք։ Բարի երեկո, ինչ կերքեմ մի երկու խոսք խնդրեմ, հա։ Նախ եկեք մի հատ բարձր ծափահարենք այս 15 աղջիկներին, ովքեր որ շատ համարձակ, ոչինչ իրենց չխանգարե, չնայած որ հուզվում էին հագուստը եւ այլն, կոշիկը, բայց այնուամենայնիվ իրենք շատ համարձակ էին, եկան եւ ելույթ ունեցան։ Եվս մեկ անգամ բարձր ծափահարենք նրանց։ Մաղթենք նրանց հաջողություններ, իրենց չգիտեմ գեղեցկության ոլորտում կլինի, թե տարբեր մասնագիտություններ ունեն արդեն մեծ հաջողություններ են հասել այնտեղ եւս եւ կարծես թե ավանդական է դարձել, որ ես պետք է պարտադիր այս մրցույթի ժամանակ կամ լինեմ ժյուրի, դժվար է բավականին ասեմ, վիճում ենք, համաձայնվում ենք, չենք համաձայնվում, էլ չեմ ասում, որ դրանից հետո եւս գործընկերների հետ, երբ որ դիտում են հեռուստատեսության եթերում, քննարկումներ են լինում, հակասություններ են լինում, այնուամենայնիվ ես վստահ եմ, որ հաղթելու է արժանին, մի հատ ծափահարենք եւս, եւ ես կարող եմ անկասկած ասել սա, որովհետեւ արդեն ավանդաբար այստեղ եմ եւ գիտեմ, որ այնինչ մենք քվեարկում ենք, դա է տեղի ունենում։ Այս պահին փոքրիկ գեղեցիկ իհարկե երաշտական համար ձեզ բոլորիդ համար եւ գնաց։ Հրաշալի ձայն, տաղանդաշատ արտիստ, մեր լավ ընկեր։ Վրեժ Կիրակոսյան։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք նաև ձեզ։ Դե ինչ, արա։ Դե ինչ, կարծում եմ ժամանակն է մեր բոլոր գեղեցկուհիներին հրավիրելու բեմահարթակ։ Մեր գեղեցկուհիները բեմահարթակ կգան հենց այս պահին, բայց ձեր վերջին, լավ, խափեցի, ոչ վերջին, բայց շատ ջերմ ծափահարությունների ներքո։ Դե ինչ, մեր գեղեցկուհիները բեմահարթակում են հենց հիմա եւ բեմ եմ հրավիրում մեր հաղթող գեղեցկուհիներին, նրանք մեզ համար գեղեցիկ դեֆիլեով հանդես կգան։ Անի Պետրոսյան, Miss Երևան 2023 դեֆիլեի մարզիչ, պարուսույց։ Անուշ Քալաշյան, Miss Երևան 2025, Miss Earth Armenia 2025, նաեւ դերասանուհի։ Ադրինե Աչեմյան, World Armenia 2025, դերասանուհի։ Աղջիկներ բեմը ձերն է, խնդրեմ։ Անի Պետրոսյան, բուռն ծափահարություններ։ Հենց Անին է, ով 14 գեղեցկուհիների հետ օրեր շարունակ ջանք ու եռան չի խնայել, որպեսզի նրանք կարողանան ներկայանալ այսօր հավուր պատշաճի։ Անի Պետրոսյան, Miss Երևան 2023։ Անուշ Քալաշյան, Miss Երևան 2025, Miss Earth Armenia 2025, նաև տաղանդաշատ դերասանուհի։ Անուշ Քալաշյան, Miss Երևան 2025, Miss Earth Armenia 2025, դերասանուհի։ Ադրինե Աչեմյան, Ադրինե Աչեմյան, World Armenia 2025։ Եվս դերասանուհի։
Դե ինչ արա, ժամանակն է եկել, որպեսզի մեր տիտղոսակիր հայուհիներին ներկայացնենք, սակայն հաշվարկը կարող է տևել մի քանի րոպե ավելի եւ այս պահին, ինչպես կարգն է մեր գեղեցկուհիներին, մի փոքրիկ հարցախույս կանենք, որպեսզի էլ ավելի պարզ դառնա, թե նրանք ինչպես կարող են հանդես գալ հենց հիմա, երբ անասելի հուզված են։ Շատ լավ, ես կսկսեմ երևի այն հատվածից, մինչ մեր գեղեցկուհիները կտեղավորվեն, փոքրիկ հարցախույս, հասկանանք մեր աղջիկները ինչ են մտածում։ Նախ կխնդրեի ներկայանաք։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, բարի երեկո սիրելի ժյուրի։ Իմ անունն է Մոնիկա Արսինե Հարությունյան, ես 28 տարեկան եմ եւ եկել եմ Չեխիայից, ծնվել եմ եւ մեծացել եմ այնտեղ եւ այսօր կատարում եմ իմ երազանքը։ Այ մի փոքր ուզում եմ հենց երազանքից խոսենք։ Ինչի որոշեցիք, հա, դուք նշեցիք արդեն տեսաուղերձում, որ առողջապահական միջոցառումների եք մասնակցում, բարեգործական ծրագրերի եք մասնակցում, բայց այնուամենայնիվ որոշեցիք մասնակցել գեղեցկության մրցույթի։ Ինչպես մտահղացավ այդ միտքը, որ հենց գալու եք Հայաստան, մայր Հայաստանում մասնակցեք։ Մի փոքր կմանրամասնեք։ Ճիշտ ասած, ես փոքրից ժամանակից արդեն արտերկրում ներկայացնում եմ մեր հայ ազգը գեղասահքի մեջ եւ ընդհանուր ժողովրդի մեջ, երբ ամեն շարժ ու ձևով ես մտածում եմ, որ ես ներկայացնում եմ մեր հայ ժողովրդին եւ երբ որ օրինակ ինչ-որ մեկը նեղված է, ես միշտ գիտեմ, որ ինձ հարկավոր է, որ ես ոչ թե իմ նեղացությունը ցույց տամ, այլ ավելի շատ գերադասեմ իմ հայրենիքը, որովհետև ես հասկանում եմ, որ նրանք հայ ժողովրդին են հենց ինձանով ճանաչում։ Նրա համար պատվով եմ այս հարցին վերաբերվում եւ կարծում եմ, որ այս ամենը իմ համար մեծ երազանքի կատարում է, քանի որ ես արտերկրում ոնց ասեցի ներկայացրել եմ Հայաստանը, իսկ հիմա ես շատ ցանկանում էի, որ հենց այս երազանքը կատարեմ, բայց իմ մայր Հայաստանի հողի վրա։ Շատ շնորհակալություն, եւս մեկ փոքրիկ հարց եւ կխնդրեի, որ ձեր մեսիջը հղեիք։ Դուք բացառիկ հնարավորություն ունեք ուղիղ եթերում հնչեցնելու ձեր մեսիջը եւ Չեխիայի հայությանը, եւ Չեխիայի ձեր ընկերներին, ծնողներին, հարազատներին, ինչու՞ չէ նաեւ մայր Հայաստանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու։ Համեցեք։ Ես մեծ սրտով կուզեմ մեծ շնորհակալություն հայտնել այն բոլորին, ովքեր Սփյուռքում հայկականությունով են զբաղվում, բացել են հայկական դպրոցներ եւ նրանք իրենց ազատ ժամանակում զբաղվում են այդպիսի ակտիվիտաներով, որը հենց մեր հայ ազգը թեկուզ եւ Սփյուռքում դարձնում է օրինակ ինձանից մեկը։ Եվ շնորհակալություն։ Եվ ես գիտեմ, որ հիմա ինձ ոչ միայն Հայաստանից են դիտում, այլև նաև տարբեր ուրիշ երկրներից եւ ես ցանկանում եմ ամենամեծ իմ սրտանց բարևները ուղարկել դեպի Հոլանդիա, որտեղ որ նայում են ինձ իմ քուրիկը եւ նրա զավակները։ Սիրում եմ ձեզ շատ եւ այս իմ ելույթը նվիրում եմ ձեզ։ Շատ շնորհակալություն եւ ես մոտենում եմ մեր բարեկամ երկրին։ Իրանի Իսլամական Հանրապետությունն եք ներկայացնում դուք։ Կխնդրեի մի փոքր ներկայացնեիք ձեզ, ինչպես որոշեցիք, ինչու որոշեցինք հենց Հայաստանում մասնակցել։ Ողջույն բոլորին, Բրենդա Թորոսյանն եմ 18 տարեկան Թեհրանից։ Միշտ զբաղվել եմ պարով, երաժշտությամբ եւ տարբեր ոլորտներում։ Միշտ եղել եմ փակ երկրում, բայց որոշել եմ, որ Հայաստանում ներկայանամ, որպեսզի Հայաստանի կողմից ներկայանամ Miss World, որպեսզի կարողանամ ներկայացնեմ իմ հայրենիքը։ Շատ լավ, ես գիտեմ եւ բոլորս գիտենք ու բոլորս բավականին հուզված ենք ու անհամբեր սպասում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում բարեկամ երկրում, որպեսզի խաղաղվի, հանդարտվի, այնտեղ բավականին լուրջ իրավիճակ է։ Այդ ձեր մաղթանքը որը կլինի, այնտեղ բնակվող հայերին, այնտեղի մարդկանց եւ այստեղ մայր Հայաստանի բոլոր ժողովրդին։ Մաղթում եմ բոլորին հաջողություն, խաղաղ կյանք եւ շատ սիրուն ապագա։ Շնորհակալություն, Օրինակ արա ինձ համար, այո, ծափահարությունները իհարկե շատ հաճելի են հենց այս պահին։ Այո, ամեն։ Մինչ մենք կներկայացնենք
այսուհետ տիտղոսակիր հայուհիներին, ինձ համար միշտ շատ հետաքրքիր է լսել գեղեցկուհուց գեղեցիկի մասին եզրույթը, թեորեմ, որը հենց գեղեցկուհին է ասում։ Եթե թույլ կտաք, ես որպեսզի շատ առաջ չանցնեմ, հենց ձեզ ուզում եմ հարցնել, այո, ներկայացեք հիմա։ Արփի Հարությունյան, 24 տարեկան։ Արփի, կարող եք ասել թեորեմը գեղեցիկի։ Գեղեցիկ լինելու համար նախ պետք է լինեն շատ դրական։ Այսինքն դրական լինելը արդեն իսկ ձեզ համար գեղեցիկ է։ Շնորհակալ ենք ձեզ, իսկ այժմ արա, քանի որ պատրաստ են բոլոր Արդյունքները պատրաստ են, այո, ես գնացի կուլիսներ, այնտեղ ինձ ասեցին, որ ամեն ինչ նորմալ է։ Ինձ վաղուց ասել էին Արաջան։ Արդեն շատանում է բոլորիս մոտ։ Շատանում է, այո։ Եվ այսպես անի։ Դե ինչ, այս պահին սկսում ենք նրանց անունները հայտարարել, այո։ Եվ այսպես հանդիսատեսի համակրանք տիտղոսին արժանանում է առավել շատ SMS ստացած մեր մասնակիցը։ Հանդիսատեսի համակրանք տիտղոսին է արժանանում Համար 14 Սեդա Սիմոնյան։ Համար 14 Հանձնում ենք լենտան, պատվոգիրը, մասնակիցը վերադառնում է շարք։ Իհարկե մեզ կմոտեցնեն, արա, մենք կսպասենք, մեզ կմոտեցնեն և կհայտարարենք։ Եվս մեկ անգամ նշենք, որ հանդիսատեսի համակրանք տիտղոսին արժանացել է համար 14 Սեդա Սիմոնյանը։ Դե ինչ, Miss Երևան Production-ի Facebook-յան և Instagram-յան պաշտոնական էջերում առավել շատ հավանություն և մեկնաբանություն ստացած մասնակիցը համար 8 Բրենդա Թորոսյան։ Miss Facebook, Instagram տիտղոս համար 8 Բրենդա Թորոսյան։ Այո, բերեք։ Մենք մեզ մոդեցնել։ Մեր հաջորդ տիտղոսն է Best Model-ը, իսկ Best Model-ն է, անի կարող ես թիվը հնչեցնել։ Համար 12 Համար 12 Best Model։ Հաջորդ տիտղոսն եմ խնդրում ինձ մոտեցնել։ Այո, հաջորդ տիտղոսը Best Photomodel։ Best Photomodel տիտղոսն է եւ անին կրկին կհնչեցնի։ Ես շատ արագ է անցնում, շատ արագ ենք հայտարարում։ Ինչ անենք, իտրի կպահենք, հա։ Լավ, հայտարարենք այս համարին, այս պահին, համար 15 Best Photomodel։ Համար 15 Եվ այժմ մոտենում ենք արդեն տրամաբանական ավարտին և կներկայացնենք լավագույն հնգյակի անունները իդեպ հնգյակից այսօր երկուսը կընտրվեն հաղթող մասնակիցներից։ Բացում ենք ծրարը, որը կմոտեցնեն հնգյակի անունները, համարը Անի կփորձենք ինտրիգը մի քիչ պահել, որպեսզի Եվ խնդրում եմ, երբ կհայտարարենք այն համարը, որը հնգյակում է, առաջ գալ։ Դե ինչ։ Միասին ենք թիվն ասում, գնացինք։ Համար 3 Համեցեք, համար 3 Համար 7 Համար 7-ը խնդրում եմ զգուշ, սահուն քայլերով Համար 2 Համար 10 Եվ մեկ հոգի է մնացել, ով հնգյակի մեջ է այս պահին լինելու Համար 1 Եվ այսպես հայտնի են լավագույն հնգյակը, թեպետ բոլորն են լավագույն աղջիկներ, բոլորդ եք հաղթող, բոլորդ եք Եվ այո, խնդրում շատ բարձր ծափահարել, որովհետև դուք հայլում էիք, դուք շատ գեղեցիկ եք և ձեզ շատ գեղեցիկ ապագա է սպասվում, որովհետև կապ չունի դուք հնգյակում եք, թե 14 գեղեցկուհիներից էիք, որ քայլեցին այս գեղեցիկ բեմահարթակում։ Միևնույն է,
հետոն ձեր շատ գեղեցիկ է լինելու։ Դե ինչ արա, այժմ հայտարարելու ենք Այո, Miss ժամն է եկել։ Earth 2026 Անունը Այո, իսկ հաղթողի անունը հայտարարելու համար բեմ եմ հրավիրում Miss Yerevan Production-ի նախագահ Արթուր Վարդապետյանին եւ Miss Yerevan 2025, Miss Earth 2025 տիտղոսակիր Անուշ Քալաշյանին։ Եվ ուզում եմ նշել, որ հաղթող մասնակիցը շատ շուտով կներկայացնի Հայաստանը Վիետնամում կայանալիք աշխարհի լավագույն մրցույթներից մեկում Miss Earth 2026 հեղինակավոր մրցույթում։ Խնդրեմ Արթուր։ Համար 1 Լարիսա Համարյան Լարիսա Miss Earth 2026 Գեղեցկագույն ծաղիկները Ilona Flowers ծաղկի սրահից են։ Miss Earth 2026 Նա ներկայացնելու է Հայաստանը Վիետնամում կայանալիք աշխարհի լավագույն մրցույթներում Miss Earth 2026 հեղինակավոր հաղթող համար 1։ Նա ներկայացնելու է Miss Earth-ը Շնորհավորում ենք։ հեղինակավոր մրցույթում։ Իսկ այժմ հույս ունեմ այս պատմական պահերը ամբողջությամբ նկարվել են, նկարել եք։ Ֆիքսվել է, այո, բոլոր էմոցիաները պահպանվելու են, հույզերը Այժմ նույնպես։ կիմանանք, թե ով է արժանանում Հայաստանի գեղեցկուհի 2026 Miss World Armenia 2026 տիտղոսին։ Եվ այսպես պետք է մեզ մոտեցնեն ծրարը։ Մենք մի փոքր առաջ անցանք, վիցեմիսիներին ենք հասել։ Երրորդ վիցեմիսի անունն ենք այս պահին հայտարարում, բայց ես ձեզ եմ հանձնում այն հայտարարելու պատիվը այս պահին, խնդրեմ Արթուր։ Երրորդ վիցեմիս համար 2 Համար 2 երրորդ վիցեմիս շնորհակալություն։ Ես չեմ մոռանում եւ պետք է պարտադիր նշեմ, որ գեղեցկագույն ծաղիկները Ilona Flowers ծաղկի սրահից են։ Եվ մեզ մոտենում է երկրորդ վիցեմիսը։ Երկրորդ վիցեմիսը ես կհայտնեմ Արթուր ինձ։ Շնորհակալություն։ Բայց այս անգամ հետ հաշվարկով անենք։ Հետ հաշվարկով։ Հետ հաշվարկ անենք, որպեսզի 3 չէ, 10-ից հետ հաշվարկենք։ Այո։ Գնացինք։ 10 9 8 7 6 5 4 3 2 1 Համար 10 Համարի Հայուհին է այսօր մեր երկրորդ վիցեմիսը։ Դե ինչ ժամանակն է գեղեցկուհու Գեղեցիկ դեֆիլեից հետո հայտարարել նաև Այո, արդեն հաղթողի անվանն ենք մոտենում։ Կարևորագույն խաղագրի անունը։ Նրանք իրենց առաջին քայլն են կատարում, առաջին պտույտն են կատարում իբրև վիցեմիս երկրորդ, երրորդ հաղթողներ։ Այժմ կհայտարարենք հաղթողի անունը իհարկե սցենարում գրված է, որ պետք է հայտարարի Արթուրը Վարդապետյան, բայց ներողություն, եթե թույլ կտաք, մենք կհայտարարենք հաղթողի անունը, որովհետև մենք մի փոքրիկ ինտրիգ պետք է պահենք։ Դե ինչ, սիրելիս դու հուզված ես այս պահին, որովհետև թագդ ես փոխանցելու, բայց այդ թագը քոնն է, հավերժ, խնդրում եմ մոտենալ։ Ահա։ Հաշված վարքյաններ եւ բարձ կլինի մեր հաղթող Դե ինչ այժմ կհայտարարենք Հայաստանի գեղեցկուհի 2026 Miss World Armenia 2026 տիտղոսակրի անունը։ Հիշեցնենք, որ հաղթող մասնակիցը այս տարի կներկայացնի Հայաստանը Miss World 2026
հեղինակավոր մրցույթում։ Բայց մինչ այդ ես պետք է նշեմ, որ հաղթողին պետք է հայտարարեն նաև Ադրինե Աճեմյանը Այո, Ադրինեն։ Գեղեցիկ թագի հեղինակ M&G Արցաթյան զարդերի տնօրեն Տիգրան Այո, Խաչատրյանը։ Մենք Տիգրանին հրավիրում ենք այստեղ, որովհետև Տիգրանը այս պահին մի փոքրիկ տեղեկություն է մեզ հաղորդելու թագի պատմության մասին։ Տիգրան, համեցեք։ Բարև ձեզ։ Ես Տիգրան Խաչատրյանն եմ, ներկայացնում եմ Միջի Լիբերա։ Ես համահիմնադիրներից եմ։ Այս թագի մեջ միավորվել են Արեբ Խաչը որպես կյանքի լույսի հավերժության խորհրդանիշ եւ հավերժության նախշը որպես անընդհատության ու ազգի անկախտալի ոգու արտահայտություն։ Քաղաքի ողջույնների խորհրդանշում են հողի բերիության եւ շարունակականության մասին մեր ազգի։ Դարեր շարունակ փիրուզը համարվել է իմաստության եւ մարդկության մտքի խորհրդանիշ։ Այս ենք տվել մենք ընդհանուր թագի միտքը, քանի որ ստեղծվել էր դա Հայաստանի գեղեցկուհու համար եւ պետքա փոխանցվեր ամեն տարի հաջորդ գեղեցկուհուն։ Մաղթում եմ մեր գեղեցկուհիներին միշտ հաջողություն իրենց կյանքում եւ ամեն ինչում ունենան։ Շնորհակալ ենք ձեզ Տիգրան։ Եկեք Տիգրանին շատ ջեմ ողջունենք, քանի որ իսկապես նրանք բավականին լուրջ աշխատանք են իրականացնում, սա նաև պատմություն է կերտում եւ պատմություն փոխանցում սերնդեսերունդ։ Շնորհակալ ենք Տիգրանին։ Իրականում այս պահին մենք արդեն գիտենք հաղթողի անունը։ Մենք գիտենք հաղթողի անունը, մենք շատ ուրախ ենք, բայց եւս մեկ անգամ նշեմ, որ բոլոր մասնակիցներն են լավագույնը, բոլորն են հաղթող, բոլորն են արժանի, բայց մրցույթն ունի իր հստակ կանոնները եւ կանոնները պահպանելով պետք է այժմ մի քանի վայրկյանից ներկայացնենք հաղթողի համարը։ Դե ինչ մեր գեղեցկուհի Ադրինե Աճեմյան այս պահին իր գեղեցկագույն թագը կփոխանցի։ Արդեն նորից հաշվենք։ Նորից հաշվենք։ Սա շատ կարևորագույն եւ պատմական բան է։ Բայց ավելի դանդաղ կխնդրեմ բոլորս միասին հաշվենք։ Եկեք ամբողջ դահլիճով հաշվենք եւ հայտարարենք նրա անունը։ 10 9 8 7 6 5 4 3 2 1 համար 3 Հաղթողն է համար 3 Miss World Armenia 2026 Հայաստանի գեղեցկուհի 2026 համար 3 Այո, նա Չեխիայի Հանրապետությունից եկավ մայր Հայաստան եւ հաղթեց։ Դե ինչ, Մոնիկա Հարությունյան այսօր նա դարձավ Հայաստանի գեղեցկուհի 2026 Miss World Armenia 2026 Ilona Flowers, ձեր ծաղիկները պարզապես յուրահատուկ են։ Վերջին դեֆիլե։ Առաջին քայլն է կատարում որպես այլևս Հայաստանի գեղեցկուհի 2026 հաղթող համար 3 Մեր շատ սիրելի հանդիսատես, հարգարժան հեռուստադիտող, հյուրեր, իրականում այս էմոցիաները իրապես պարզապես անկրկնելի են, այն ամեն ինչ դուք այս պահին զգում եք, թագը հանձնելու ժամանակ, թագը կրելու ժամանակ, որևէ կարևորագույն հաղթանակ տանելու ժամանակ, այն հույզերը, որ դուք կրում եք բեմի վրա այս պահին կանգնած, այդ ամենը չէր լինի, եթե այստեղ չլինեին Արթուրը Վարդապետյան, Արմինեն եւ իրենց որդին Դավիթը, մենք իսկապես ձեզ խնդրում եմ առաջ եկեք Արմինե ջան, շատ շնորհակալ ենք, որ մեր գեղեցկուհիներին, հայուհիներին, կլինի Սփյուռքում, թե այստեղ այսպիսի էմոցիաներ ու հույզեր եք պարգևում, այսպիսի հաղթանակներ եք պարգևում, որոնք նրանց կյանքում լինելու են հետոյի մեծագույն արժեքներ եւ ուզում եմ, որ
շատ բարձր ծափահարի ամբողջ դահլիճը ձեզ համար։ Շնորհակալ ենք ձեզ Արմինե Վարդապետյան, Արթուր Վարդապետյան եւ Դավիթ Վարդապետյան։ Վարդապետյանների ընտանիքին շատ բարձր ծափահարություններ եւ խոսափողը փոխանցում եմ ձեզ։ Արմինե, համեցեք։ Շնորհակալություն բոլորին։ Ուզում եմ հատուկ շնորհավորել իմ բոլոր գեղեցկուհիներին, որոնք իսկապես ջանք չեն խնայել այս ընթացքում, շատ դժվար ճանապարհ են անցել։ Ուզում եմ բոլորին հավատացնել, որ շատ բարդ է այս բեմում կարևոր հյուրերի մոտ կարևոր ելույթ ունենալ, հատկապես ուղիղ եթերում։ Ուզում եմ իմ աղջիկներին հատ առ հատ շնորհակալություն հայտնել, եթե նրանք չլինեին, փայլուն ելույթ չունենային, այս երեկոն տեղի չէր ունենա։ Համբուրում եմ բոլորին, բարձր ծափողջուններով իմ աղջիկներին, շնորհակալություն բոլորիդ։ Շնորհակալություն եւ մենք եւս մեկ անգամ անդրադառնանք մեր գործընկերներին Ժակլին Լյուքս դասի երեկոյան զգեստների բրեն։ Ներողություն, շատ ներողություն եմ խնդրում Արա ջան, սակայն ես Արթուր խնդրեմ մի գնացեք, ձեր խոսքը եւս այս պահին, ձեր շնորհակալ ենք ձեզ այս ամենի համար եւ ձեր խոսքը ձեր գեղեցկուհիներին։ Շատ կարճ, Արթուր ջան, կարող եք ընդհանրապես շնորհավորել եւ վերջ։ Մենակ շնորհավորել շնորհակալություն եմ հայտնում բոլոր աղջիկներին, որ այս 2-3 ամիսը մեր մոտ են, մենք դարել եք մի ընտանիք։ Ձեզ բոլորի շնորհակալություն։ Շատ բարձր ծափահար ենք Արթուրին, շնորհակալություն Արթուր ձեզ։ Դե ինչ, ձեզ հետ այսօր հաղորդավար շատ երկար տարիների փորձ ունեցող լուրերի մեկնաբան Արա Աբրահամյանն էր եւ իմ անկրկնելի գործընկերուհի, իմ եթերային կես Չքնախ Անի Ստեփանյանը։ Շնորհակալություն բոլորիդ, բարձր ծափահարեք եւ մոտեցեք ձեր գեղեցկուհիներին շնորհավորելու։ Այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն, միջ շնոր հանդիպում։